2025 թվականի հուլիսի 24-ին Ռուսաստանի հեռավոր արևելքում տեղի ունեցավ մի ավիաաղետ, որը ըստ շատ անկախ փորձագետների չպետք է տեղի ունենար։ Անգարա ավիաընկերության մոտ 50 տարեկան Ան-24 տեսակի ուղևորատար օդանավը Ամուրի մարզի Տինդա քաղաքի մոտ անսպասելի անհետացավ ռադարների էկրանից, իսկ րոպեներ անց պարզ դարձավ սարսափելի իրականությունը։ Օդանավը թերևս անհայտ պատճառներով կործանվեց, տանելով իր հետ 48 մարդկային կյանքեր։ Եվ այսպես 2025 թվական հուլիսի 24 Ռուսաստան Խաբարովսկ ժամը մոտ 06:00-ին Ան-24 տեսակի օդանավը պատրաստվում է հերթական ներքին թռիչքի դեպի Տինդա, բայց մինչ այնտեղ հասնելը օդանավն ունի միջանկյալ վայրեջք Բլագովեշչենսկում։ Օդաչուներն են օդանավի հրամանատար 61-ամյա Վյաչեսլավ Լոգինովը, բավական փորձառու, նրան օգնում է երկրորդ օդաչու երիտասարդ 37-ամյա Կիրիլ Պլաքսինը և թռիչքային ինժեներ 30-ամյա Վլադիմիր Վոխմինցևը։ Սա պետք է լիներ սովորական հերթական թռիչքներից մեկը, բայց այսօր ճակատագիրը այլ ծրագրեր ունի։ Ան-24 այս թռչող մեքենան բավական տարեց է, մոտ 50 տարեկան, սակայն շարունակում է օգտագործվել կարճ և միջին թռիչքների համար։ Այս մոդելը հագեցած է երկու, այսպես ասած, տուրբոթևավոր շարժիչներով, որոնք ապահովում են բարձր արդյունավետություն կարճ և միջին թռիչքների համար։ Վառելիքի սպառումը զգալիորեն քիչ է, համեմատած նոր սերնդի շարժիչների հետ, ինչն իր հերթին ուղևորությունը դարձնում է ավելի մատչելի։ Բացի դա, այս կոնկրետ մոդելի տեղսպասարկումը չի պահանջում ժամանակակից բարդ տեխնիկական սարքավորումներ, և նույնիսկ հեռավոր շրջաններում սպասարկումը հնարավոր է կազմակերպել առանց մեծ ռեսուրսների։ Այդ պատճառով այս մոդելի օդանավերը, չնայած բավական հին լինելով, մինչ այսօր լայնորեն օգտագործվում են այնպիսի շրջաններում, ինչպիսիք են Ռուսաստանի հեռավոր արևելքը, Սիբիրը և հեռավոր այլ մարզերը, որտեղ ժամանակակից օդանավերի, ինչպիսիք են Airbus-ը և Boeing-ը, սպասարկումը համեմատաբար թանկ կլիներ։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ներկայիս ռազմական իրավիճակը և որոշ միջազգային սանկցիաները, ինչի պատճառով պահեստամասերի մատակարարումը ռուսական ավիաընկերություններին հաճախ դժվարեցնում է։ Ժամը մոտ 06:15-ին ուղևորները բարձրանում և տեղավորվում են ինքնաթիռ և պատրաստվում թռիչքի։ Բոլորը գիտեն, որ ընդամենը մի քանի ժամից տանն են լինելու, բայց ոչ ոք չի էլ կարող անգամ պատկերացնել, որ սա լինելու է նրանց վերջին թռիչքը, ավելի ճիշտ թռիչք առանց վայրեջքի։ Երբ ամեն ինչ պատրաստ է, օդանավի հրամանատար Վյաչեսլավ Լոգինովը շարժիչները միացնում է թռիչքային ռեժիմի և տեղի ժամանակով ժամը մոտ 06:30-ին Ան-24-ը օդ է բարձրանում Խաբարովսկի երկինք։ Մոտ 2 ժամ անց օդանավը միջանկյալ վայրեջք է կատարում Բլագովեչչենսկի օդանավակայանում, նոր ուղևորներ վերցնելու, որից հետո այս տարեց երկաթյա թռչյունը կրկին օդ է բարձրանում, մեկնելու վերջնակետին դեպի Տինդա։ Ամեն ինչ ընթանում է ինչպես սովորաբար, բորտուղեկցորդուհին սպասարկում է, ուղևորները զրուցում, օդաչուները բարձրություն հավաքում։ Ներսում հանգստություն է տիրում։ Ոչ ոք նույնիսկ իրենց ամենավատ երազում չեն էլ կարող պատկերացնել, որ իրենց համար արդեն սկսվել է հետհաշվարկը։ Մի քանի ժամ անց Ան-24-ը մոտենում է օդանավակայանին։ Օդաչուները սպասում են վայրեջքի թույլատվության, բայց հանկարծ վերջին պահին ավիադիսպետչերը կապ է հաստատում օդաչուների հետ և տալիս նոր հրահանգ՝ գնալ երկրորդ շրջան կատարելու, քանի որ այդ պահին եղանակային պայմանները անվտանգ վայրեջքի համար այնքան էլ բարենպաստ չեն լինում, իսկ ավիադիսպետչերը բնականաբար նման ռիսկի չի դիմում։ Սա սովորական գործողություն է քաղաքացիական ավիացիայում։ Ամեն օր ամբողջ աշխարհում հարյուրավոր օդանավեր անհրաժեշտության դեպքում կատարում են երկրորդ, երբեմն նույնիսկ երրորդ շրջան, տարբեր պատճառներով, եղանակի վատ թարացում, թռիչքուղու անսպասելի զբաղվածություն և այլն։
Եվ այս ամենը չպետք է որևէ դժվարություն առաջացնի նման փորձառու օդաչուի համար, ինչպիսին է 61-ամյա Վյաչեսլավ Լոգինովը։ Իսկ ուղևորները արդեն կամաց-կամաց պատրաստվում են վայրեջքի։ Բայց երբ օդանավը գնում է երկրորդ շրջան կատարելու, թերևս անհայտ պատճառներով ինչ-որ բան այնպես չի ստացվում, եւ րոպեներ անց տեղի է ունենում սարսափելի մի բան։ Օդաչուների ռադիոկապը ընդհատվում է։ Ավիադիսպեչերը բազմակի փորձեր է անում կապի դուրս գալ նրանց հետ, բայց անարդյունք, պատասխանը նա երբեք չի ստանա։ Նա ռադարի էկրանին տեսնում է մի պատկեր, որը երբեք չէր ցանկանա տեսնել։ Օդանավը անհետացել է ռադարի էկրանից։ Նման բան բնականաբար լինում է միայն մի դեպքում՝ կործանման դեպքում։ Առաջին տեղեկությունը ստանալուց հետո անմիջապես առանց ժամանակ կորցնելու օդ են բարձրանում փրկարարական ուղղաթիռները, սակայն առաջադրանքը չափազանց բարդ է։ Ինքնաթիռը կործանվել է Լեռնային անտառածածկ շրջանում, որտեղ գրեթե բացակայում են ճանապարհները։ Տեղանքը խիստ դժվարանցանելի է, իսկ եղանակը անբարենպաստ։ Բայց չնայած այս ամենին, փրկարարները րոպե շուտ շտապում են գտնել օդանավի կործանման վայրը, քանի որ գիտակցում են անտառածածկ տարածքում հնարավոր է լինեն ողջ մնացածներ։ Նման մի քանի դեպքեր արդեն եղել է, դրանցից ամենահայտնին 1985 թվականին Ճապոնիայում տեղի ունեցածն էր, երբ հսկայական 747-ը մոտ 650 կմ/ժ արագությամբ բախվեց անտառածածկ Տակամագահարա լեռանը, որը դարձավ ողջ պատմության մեջ ամենամահաբեր ավիաաղետը մեկ օդանավի մասնակցությամբ։ Չնայած աղետի մասշտաբին, ծառերի շնորհիվ մի քանիսին հաջողվեց ողջ մնալ։ Այս աղետի մասին տեսանյութը առկա է ալիքում։ Ավելի քան 2 ժամ որոնումներից հետո ուղղաթիռի անձնակազմը օդանավակայանից մոտ 15 կիլոմետր հեռավորության վրա վերջապես նկատեց բեկորներից դուրս եկող ծուխը լեռան լանջերից մեկում, որը դեռ շարունակում էր այրվել։ Հենց առաջին հայացքից արդեն գրեթե ամեն ինչ պարզ էր։ Ցավոք, երբ փրկարարները հասան, հստակ դարձավ ողբերգության իրականությունը։ Կենդանի մնացածներ չկային։ Ներսում գտնվող բոլոր 48 հոգին, որոնցից 5-ը երեխա էին, զոհվեցին։ 2 սևարքերն էլ հայտնաբերվեց, նրանցից մեկը, որը ձայնագրում է ներսում բոլոր խոսակցություններն ու ձայները, վնասված էր, իսկ մյուսը, որը ձայնագրում է օդանավի ամբողջ պարամետրերը, նորմալ վիճակում էր, եւ սկսվում է հետաքննություն, պարզելու աղետի պատճառները։ Մինչ այժմ դեռ պաշտոնապես չի հայտարարվել ոչինչ, բայց հիմնական վարկածները երկուսն են՝ օդաչուի սխալ վատ եղանակային պայմաններում եւ օդանավի տեխնիկական անսարքություն։ Բայց ավելի շատ քննարկվում է երկրորդ տարբերակը՝ տեխնիկական անսարքությունը, եւ դա հիմնականում բացատրվում է մեկ շատ պարզ պատճառով։ Ժողովրդական լեզվով ասած, օդանավը իր դարն ապրել էր։ 50 տարիների ընթացքում այս Ան-24-ը կատարել էր տասնյակ հազարավոր չվերթներ եւ կարող էր առաջանալ տեխնիկական խնդիրներ, օրինակ մետաղների մաշվածություն։ Մետաղի մաշվածության մանրադիտակային զննում նույնիսկ անցնում են ժամանակակից օդանավերը, քանի որ դրանք շատ կարևոր է անվտանգության համար։ Քիչ չեն դեպքերը, երբ օդանավը կործանվել է հենց մետաղի մաշվածության պատճառով։ Պետությունը խոստացավ փոխհատուցում բոլոր զոհերի հարազատներին յուրաքանչյուրին մի քանի միլիոն ռուբլի։ Ճիշտ է, ոչինչ այլևս ետ բերել հնարավոր չէ։ Բայց երբ պարզ լինի հետաքննության արդյունքները, կարելի է այնպես անել, որպեսզի կանխվի հետագա հնարավոր աղետները։ Հետաքննությունը դեռ շարունակվում է վթարի պատճառները պարզելու համար։ Հարգելի բարեկամներ, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք ցտեսություն։